Մարտի 8-ին որոշել եք ինչ եք նվիրել։ Անկեղծ հենց մի այդ գործին եմ, որ ճիշտն ասեմ։ Հələ չեմ կողմնորոշվում, որ ճիշտն ասեմ։ Մամային, ամեն ինչ ունի, այդ է հարցը, որ չեմ կողմնորոշվում, ինչ պետք է առնեմ։ Ավանդական ծաղիկներ։ Իսկ ում եք նվիրել։ Ու դելը ժամանակ ցույց կտամ։ Ամենավի։ Դե մայրիկին, ընկերուհուն, բոլորին էլ ինձ թվում է, ում որ բոլոր տղամարդիկ պարտավորում են նվիրել, սենց ասեմ։ Իսկ միայն ծաղիկներ թե այդ Դեռ դեռ չեմ մտածել, բայց թվում է այլ բաները նույնպես կլինեն։ Ես կնվիրեի օրենք, բայց օրենք իմ ձեռքում չի։ Ծաղկներ։ Տատիկիս։ Ծաղիկներ։ միայն ծաղիկներ։ Հա։ Իսկ ում եք նվիրել։ Բոլորին։ Քրոջս, կնոջս եւ այլ։ Տեսնենք ինչ լավ բան կարողանանք են կնվիրենք մեր կանանց։ Իսկ ինչ-որ բան ձեզից ուզել են Չէ, այդ արդեն սյուրպրիզ չի լինի, էլի։ Ես պետք է մտածեմ, նվիրեմ։ Ու ծաղիկները միշտ առաջնահերթ է, բայց ինչ-որ մի նվեր նույնպես պետք է լինի, էլի։ Կնոջս ծաղիկներ, մեկ էլ աղջիկները կգան, աղջիկներ ունեմ խորոված բանել։ Ձանից չեմ ցանկացել, բայց կանեմ ես նվեր։ Սուրպրիզ եմ անելու։ Ես ընդհանրապես մի հատ լավ ճաշկերուտ եմ կազմակերպում հայկական վարիանտներով, այ մացակելը չեմ ուզում հատ ասեմ ինչ։ Ու ուրիշ վերջ, ես չեմ կարա անեմ, շատ են։ Փափուկ արջուկ։ Այո։ Ծաղիկներ։ Ինչ նվեր կցանկանայիք ստանել։ Մարտի 8-ին ծաղիկներ։ Մենակ ուզում խաղ ապրենք։ Ամեն ինչ ունեմ փառքաս, ոչ մի բանի կարիք չունեմ։ Նվեր որպես օրինակ ծաղիկ։ Նայր ծաղիկները պարտադիր ստանում եմ։ Թորնիկներից։ Ես կուզենայի, որ պատերազմները դադարեն վալես, մարդիկ հատկապես կանայք մեր, երջանիկ լինեն, ուրախանան ամեն ինչով, մեր ժողովուրդը շատ է տանջվել, հիմա օրինակ այդ պատերազմները ոչ մեկին պետք չէր։ Չեմ որոշել, ամենամեծ նվերը իմ համար տղաս օտպուսկա էդ է։ Իսկ դուք ինչ եք նվիրելու։ Ոչ մեկին ոչ մի բան։ Եթե նվիրեն կնվիրեմ, չէ։ Դե հին մարդ ենք, չենք իմանալ պես բաներ։